Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Հայաստանը դառնում է այն աշխարհագրական հանգույցը, որը կարող է կենտրոնական ասիական երկրները կապել դեպի Եվրոպա տանող լոգիստիկ, տեխնոլոգիական եւ էներգետիկ ենթակառուցվածքների հետ։ Ճիշտ այս պատճառով է, որ ասիական երկրները, մասնավորապես Ղազախստանը, վերջին ամիսներին Հայաստանի նկատմամբ հանդես են գալիս ավելի բաց եւ ռազմավարական դիրքերով։ Երևանը դիտվում է կանխատեսելի եւ կայուն գործընկեր, որը կարող է արևմտյան, իսկ ավելի ճիշտ ամերիկյան նոր նախաձեռնությունների կարևոր օղակ դառնալ։ Միաժամանակ կենտրոնական Ասիայի երկրները տեսնում են, որ Թրամփի ուղին իրենց համար կարող է ապահովել այլընտրանքային առևտրային ճանապարհ, ֆինանսական եւ տեխնոլոգիական նոր հնարավորություններ, որոնք էապես կթուլացնեն Ռուսաստանից կախվածությունը։ Այսպիսով ձևավորվում է ընդհանուր շահերի նոր դաշտ, որտեղ Հայաստանը միայնակ չէ։ Արևմտյան նոր ուղղության հարցում նույն հետաքրքրությունները եւ շահերը կիսում են նաեւ կենտրոնական Ասիայի խոշոր խաղացողները։ Եվ հենց այս կետում է Հայաստանի հնարավորությունը դառնալ ոչ թե միջանցք, այլ տրանսպորտային, տեխնոլոգիական եւ քաղաքական համակարգման կարևոր հանգույց։ Ցամաքային Ջիբրալթար, որը կբարձրացնի Հայաստանի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կշիռը։ Հայաստանը պետք է կարողանա ժամանակին եւ ճկուն ձևակերպել եւ ներկայացնել իր ռազմավարական առաջարկները բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում եւ կենտրոնական Ասիայի երկրներին։ Այստեղ վճռորոշ կլինի Հայաստանի կարողությունը ստեղծել վստահելի ենթակառուցվածքներ, ապահովել կարգավորող միջավայրը եւ առաջարկել անվտանգություն եւ կանխատեսելիություն։ Այսպիսի ինտեգրացիոն դերը Հայաստանին կտա ոչ միայն տնտեսական շահույթ, այլև կբարձրացնի մեր երկրի քաղաքական ազդեցությունը, վերածվելով տարածաշրջանային հավասարակշռող ուժի, որը կկապի, այլ ոչ թե կբաժանի մրցակցող խոշոր խաղացողների շահերը։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։